Ուկրաինական բանակը դուրս է եկել Դոնեցկի արևելքում գտնվող Սևերսկ քաղաքից։ Ըստ ուկրաինական զինված ուժերի գլխավոր շտաբի, նահանջի որոշումը կայացվել է զինվորների կյանքը եւ ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը պահպանելու նպատակով։ Ռուսական զորքը վտանգավոր հեռավորության վրա է Սլավյանսկից, որը դեռևս Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող խոշոր քաղաքներից մեկն է։ Նույն հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Սևերսկի տարածքում շարունակվում են ծանր մարտերը։ Ռուսները, չնայած կենդանի ուժի եւ տեխնիկայի առավելությանը, զգալի կորուստներ են կրում։ Մոտ 2 շաբաթ առաջ էր Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել Սևերսկի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Ուկրաինական հրամանատարությունն այն ժամանակ հերքել էր լուրը, ընդգծելով, որ քաղաքի համար մարտերը շարունակվում են։ Կողմերը հակասական հայտարարություններ են անում Կուպյանսկի մասին, եւ Կիևը եւ Մոսկվան համառորեն պնդում են, որ վերահսկում են քաղաքը։ Խարկովի մարզի խոշոր տրանսպորտային հանգույց Կուպյանսկը առաջին անգամ ռուսների վերահսկողության տակ է անցել 2022 թվականի փետրվարի վերջին։ Նույն տարվա աշնանը Ուկրաինայի պաշտպանության ուժերին հաջողվել էր հակագրոհով վերադարձնել քաղաքը։ Կուպյանսկը կարևոր դեր է խաղում Օսկոլ գետի արևելյան ափին տեղակայված ուկրաինական ստորաբաժանումների մատակարարումը կազմակերպելու համար եւ սպառնալիք է Լուգանսկի մարզում տեղակայված ռուսական բանակի լոգիստիկայի համար։ Դեկտեմբերի 12-ին Զելենսկին հրապարակել է մի լուսանկար Կուպյանսկի մերձակայքից քաղաքի մուտքի մոտ գտնվող Սյան արչևից։ Սյունը գտնվում է քաղաքից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա։ Դեկտեմբերի 19-ին Պուտինը Զելենսկիին տաղանդավոր դերասանը անվանել ու հարցրել. Ну чего стоять на пороге-то? Заходи в дом. Հա, ինչու ես կանգնած շեմին։ Մտիր տուն, եթե Կուպյանսկը ձեր վերահսկողության տակ է։ Պատերազմի 1399-րդ օրը Ուկրաինայի նախագահը խոսել է խաղաղության մասին։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում զորահավաքը կարող է չեղարկվել կամ մասնակիորեն իրականացվել, եթե խաղաղության պայմանագիր կնքվի։ Սակայն փաստաթղթի ստորագրումից հետո ռազմական դրությունը չի վերացվի եւս 6 կամ մի քանի ամիս։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։